Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս եւ բարի գալուստ սուրճ ու սեր առավոտից։ Դուք միացել եք հանրային ռադիոյի ուղիղ եթերին, առաջիկա 1.5 ժամն անցկացնելու ենք միասին։ Միասին ասելով Վեգա Անդրեասյան եւ Տիգրան Հարությունյան ձեր խոնարհծարաները սիրով պատրաստ են առավոտ անցկացնել ձեզ հետ միասին։ Ոչ միայն ընդ որում FM հաճախականությամբ, այլ նաեւ on-line միացեք մեզ, նաեւ մեր Facebook-յան էջում եւ կայքում armradio.am։ Հուլիսի 16-ն է օրը 5 շաբթի եւ մենք սկսում ենք մեր աշխատանքը։ Սուրճ ու սեր առավոտից։ Դե իհարկե սուրճ ու սեր առավոտից եւ այն էլ ամեն աշխատանքային օր 9:30-ից եւ իհարկե հանրայինի ուղիղ եթերից։ Եվ մեր հավատարիմ եւ օպերատիվ ռադիոլսողները արդեն իսկ հասցրել են մեզ մեկնաբանություններ գրել, Էդիկ Բաբուջյանն է միացել մեր Facebook-յան էջին եւ մեզ ծրտիկներ ուղարկել, Արտակ Մխիթարյանն էլ գրում է բարի լույս բոլորին, սա եթերաժամի հատվածն է, երբ փորձում ենք ձեզ ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ, որը հաստատ չի խանգարի տանից դուրս գալուց առաջ։ Եվ տանից դուրս գալուց առաջ եւ նաեւ նրանց համար, ովքեր այս պահին ղեկին են, այնպես որ ամեն ինչ հերթով իր հերթին, ինչպես ասում են, սկսենք եղանակից։ Ահա։ 25 աստիճան է այս պահին Երևանում, տեսնենք հանրապետության տարածքում ինչպեսին է պատկերը։ Եվ այսպես, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, քամին, հարավարևելյան 2-5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ, Արմավիրում, Ամպրոպով կտրեմ խոսքից։ Այո։ Մի քիչ անսպասելի է, չէ՞։ Արմավիրում, Արագածուտի եւ Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին քամու էլ ավելի կտրուկ ուժ գնացում կլինի 15-ից 18 մետր վարկյան արագությամբ անկախ ամպրոպից։ Էս լավ դուրն էլ ասա։ Այո, ցերեկային ժամերին կնվազի 3-ից 4 աստիճանով բոլոր այն մարդկանց համար, որոնք բողոքում էին շոկից։ Տեսնենք թե մայրաքաղաքում ինչպիսին է պատկերն այսօր։ Սպասվում է առանց տեղումների, չէ։ Չէ, երեկոյան ունենք անձրև։ Երեկոյան այո, ունենք անձրև։ Բայց ցերեկ առանց տեղումների, այո։ Այո, ցերեկ առանց անձրև, բայց երեկոյան քաղաքի առանձին հատվածներում կարճատև անձրև եւ ամպրոպ եւ քամու ուժ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։ Իդեպ սովորաբար այդ որոշ հատվածները լինում են հենց քաղաքի մեր հատվածները, բարձրադիր շրջանները, նոր։ Մեզ մոտ չի լինում Աչափնյակում։ Դուք սովորաբար այո, ավելի տաք հատվածում եք։ Տաք հատվածում եք։ Այս պահին էլ ինչպես արդեն նշեցի 25 աստիճան տաքություն է, օրվա ընթացքում այո կլինի առանց տեղումների, բայց երեկոյան եթե պատրաստվում եք տանից դուրս գալ զբոսնելու,
ձերքի տակ ունեցեք անձրևանոց, եթե չեք սիրում թրջվել։ Հիմա այնքան փոքր հարմար անձրևանոցներ կան, որ կարելի է պարզապես պայուսակի մեջ դնել։ Գրպանի անձրևանոց, Չնայած մյուս կողմից էլ այնքան շոկ է, որ կարծում եմ մի փոքր թրջվելը չի էլ խանգարի, այո։ Ինչ վերաբերում է հարաբերության ավտոճանապարհներին, ապա դրանք անցանելի են եւ Ստեփանցմինդա Լարս նաեւ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք օդային տարածք տեսնենք Զվարթնոցից ինչ նորություններ ունեն եւ ինչ կա չկա ժամանման սանդղակում։ Ունենք Չեխիալ հայտարարված թռիչք 9:45 Սոչիից չվերթեր նախատեսվում, սակայն այն առայժմ, այո, Չեխիալ է հայտարարել վաղաժամ 1 ժամանում ունենք 10:10-ի փոխարեն Շարմ էլ Շեյքի օդանավը արդեն իջնում է, արդեն իջնում է, այո 9:37, եւս 2 վաղաժամ թռիչքներ ունենք Դուբայից 11:25 2 թռիչքեր նախատեսվում, երկուսն էլ 10:49 վայրեջք կկատարեն։ Գնանք մեկնումների սանդղակ, տեսնենք ինչ կա չկա։ Չեղյալ ունենք, այո, Սոչի չվերթը, այն չի էլ մեկնի Երևանից, նախատեսված էր 10:55-ին, 10:35-ին չվերթը Չեղյալ է հայտարարվել եւ կարծես թե մնացածը ժամանակին են բոլոր չվերթները, բարի ճանապարհ, եթե մեկնում եք հիմա, եթե վերադարձել եք, ուրեմն բարի գալուստ։ Վստահաբար տարադրամի փոխարժեքի կարիք կլինի, որպեսզի եթե մեկնում եք երկրից նախապես պատրաստված եւ ճիշտ տարադրամով մեկնեք, կենտրոնական բանկի տվյալներով ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 367 դրամի եւ 25 լումայի, 419 դրամ է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 6 է, 139 դրամ 52 լումա է վրացական լարի, բրիտանական ֆունտ ստերլինգը 492 դրամ է 0.4 լումա, դիրհամը 99 դրամ է այսօր, իսկ իրանական ռիալը 0.026 է։ Հետաքրքիր է, որ չնայած իրավիճակին իրանական ռիալը կարծես թե այո, պահպանում է իր արժեքը։ Այո։ Ինչ է կատարվում Երևանյան փողոցներում։ Դե բնականաբար խցանումներ, առանց խցանումներ անհնար է, թեև այս պայն խցանումային նիշը կարելի ասել այսպես գոհացնող է 6 բալ է, ոչ թե 7, այլ 6 բալ է, բայց փոխարենը ունենք 1 ավտոբթար Շիրակի փողոցի վրա։ Ինչ էի ուզում ասել։ Ուզում էի ասել, որ քաղաքը քանդում են, քանդած են շատ փողոցներ։ Ես 3 առիթ ունեցա տարբեր հատվածներում մայրաքաղաքի մեքենայով շրջել եւ ինչ պարզվեց։ Ուզում ես Հրազդանի կիրճով գնալ Արաբկիր, Հրազդանի կիրճի մի հատվածը վերանորոգվում է, քանդած է։ Դա մեկ։ Ուզում ես Հրազդանի կիրճով գնալ դեպի Պրոշյան, Պրոշյանը քանդած է։ Ուզում ես շրջանցել Կիևյան կամուրջը հայտնվել Արաբկիրում, օգտվելով Եղվարդի խճուղուց, այնտեղ եւս քանդած է։ Ուզում ես գնալ Ջրվեժ, Ջրվեժը ամբողջությամբ քանդած է։ Լավ, էսենց միջև ուր։ Ուզում հասկանամ, ինչպես վարենք մեքենան։ Այս բանին մինչև Ջրվեժ, ինչպես հասկացա։ Ամբողջ Ջրվեժը քանդած է։ Մաքուր մեքենայի մասին անգամ խոսք լինել չի կարող, որովհետև բավական է անցնել մեկ ավտոբուս կամ մեծ բեռնատար, վերջ, ցտեսություն, փոշի, թոզուդուման, ինչպես ասում են։ Երբ են այդ որոնման աշխատանքները խողովակ են փոխում, լավ, գուցե ոսկի եք որոնում մեր ընդերքում, ես չգիտեմ։ Քաղաքի փողոցների մեծ մասը քանդած է եւ շարունակում են ինչ-որ բան քանդել, փորել, եւ ընդ որում ցերեկային ժամերին ամենաբանուկ հատվածում, երբ մեքենա ես հրում, տեսնում ես տրակտորն է գալիս քեզ վրա, կամ մեկ այլ մեծ մեքենա է գալիս քեզ վրա, ցերեկը համ մեքենաներն են գնում, համ նորոգում են ինչ-որ բան։ Տիգրան վարորդ չլինելով հասկանում եմ, որ կարծես թե մեր քաղաքում գնալով ավելի ու ավելի բարդ է լինում վարորդ լինելը եւ մեքենա վարելը, հատկապես եթե աշխատանքդ եւ տունը իրարից հեռու են, կենտրոն գալ եւ վերադառնալը գնալով ավելի բարդ հանում է։ Պետք է տրանսպորտային նոր միջոցներ փնտրել կարծում։ Ոչ միայն կենտրոնն, այլև Աչափնյակից հասնել Արաբկիր դարձել իսկական մղձավանջ, մեղմ ասած։ Էլ չեմ ասում հետիոտնի մասին, ովքեր եւս ունեն իրենց մեղավորությունը, անցնում են փողոց առանց նայելու, աչոձախ։ Պարզապես անցնում են, քայլում են իրենց համար չկան մեքենաներ։ Իսկապես հատկապես երբ երեխաների ուղեկցությամբ են անցնում, դա ինձ համար շատ զայրացնող եւ վտանգավոր է, որովհետեւ շատ հաճախ եմ տեսնում, որ մանկահասակ երեխաները գրկին կարող են կարմիր լույսի տակով հատել փողոցը կամ աչ եւ ձև չնայել, այնպես որ ինչպես Տիգրանն է միշտ խորհուրդ տալիս վարորդներին լինել ուշադիր եւ կանխատեսելի, այնպես էլ այսօր հետիոտներին նույնպես կոչ անենք երթևեկության կանոնները հետիոտնի տեսանկյունից նույնպես պահպանել, սեփական անվտանգությունը նախ եւ առաջ ապահովելու համար, հետո նաեւ մյուսներինը։
Սպասում ենք, որպեսզի այդ փողոցները քանդված փողոցները ի վերջո վերանորոգվեն, հա, Ազատության փողոցում էլ կա քանդված հատված։ Ընդ որում, եթե ինչ-որ բան փորում են, հետո լցնում են ավազ կամ ինչ-որ բան, պետք է սպասել շաբաթներ, որպեսզի այն ասֆալտապատվի եւ այն հիմնական չի ասֆալտապատվում, այլ սևագիր ասֆալտ է լինում, որից հետո դարձել առաջանում են փոսեր եւ իհարկե պետք է շատ ուշադիր մեքենան վարես, որպեսզի այն ջարդ ու փշուր չանես։ Վերադարձրեք մեր քաղաքի փողոցները, ուրիշ բան չենք ուզում։ Ինչևէ, մենք շարունակում ենք վայելում ենք հերթական հիտը, որից հետո կբացենք հուլիսի 16-ի օրացույցը։ What's next? See the heart of our them. We Ոյ աման, չբողոքենք, բայց իրականում Ժպիտով սկսենք նորորը 9:44 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Դիտելուց բացի նաեւ մեկնաբանություններ են գրում մեր ռադիո լսողները Տիգրան, արագ կարդամ եւս մի քանիսը եւ անցնենք պատմության էջերը թերթելուն։ Ամալիա Ղազարյանը նույնպես մեզ միացել է, Ստյոպ Վարդանյանն է միացել, Էդգար Սիսակյանն էլ գրում է ողջույններս։ Ինչպե՞ս եք։ Մենք լավ ենք, երբ օրը սկսում ենք ձեզ հետ եւ փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ձեր օրը նույնպես սկսվի դրական լիցքերով։ Իսկ հիմա տեսնենք թե
տարիների ընթացքում հուլիսի 16-ը ինչ հետաքրքիր իրադարձություններով է նշանավորվել, ինչպես նաև ինչ օրեր են նշվում այսօր։ Ասա խնդրեմ, քո շրջապատում կան մարդիկ, ովքեր չեն սիրում համեղ սնվել։ Չէ, որ չեն սիրում համեղ սնվել կան մարդիկ, որոնք մի տեսակ ավելի են կարևորում սննդի համը, գուրմաններ են այսպես ասած։ Այսօր հենց նրանց օրն է։ Մարդիկ, ովքեր սիրում են պարզապես համեղ սնվել։ Այսօր համեղ սննդի միջազգային օրն է, շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալ եմ, ես էլ քեզ եմ շնորհավորում, որ ասում ես համեղ սնունդ ամենաառաջինը ինչ մտքիդ եկավ, ինչ ուտես հիմա։ Դե որ այդպես է հարցադրված, ասեմ, որ հիմա լոլիկով ծված եղկաներ ուտել։ Այո, լավագույն։ Թարմ թխված լավաշ, պանիր, ուզում ես շարունակեմ։ Ռեհան, այո։ Տնական կոմպոտ, մի խոսքով։ Կարծում եմ ահագին մարդու օգնեցին կողմնորոշվել, թե ինչով են նախաճաշելու, որովհետև վստահաբար այնքան գեղեցիկ նկարագրեցիր, որ շատերի ախորժակը բացվեց, ես էլ եմ համարում, որ լոլիկով ծված եղը լավագույն նախաճաշն է։ Ես օրվա ցանկացած ժամին ունեմ իմ ֆանտազիաները սննդի հետ կապված, նայած թե որ քաղաքում եւ որ երկրում եմ այդ պահին։ Հրաշալի, դու էլ ես քեզ գուրման համարում, այսինքն ուրեմն առավել եւս շնորհավորում եմ։ Ոնց չուտես, երբ տեսնում ես համեղություն եւ աչքդ շոյում է։ Համաձայն եմ։ Մի խոսքով։ Անցնենք շարունակության, տեսնենք էլ ինչ օրեր են նշում աշխարհում։ Օցերի համաշխարհային օրն են նշում այսօր, կենդանիներ, որոնք իմ կարծիքով շատ անարդար վերաբերմունքի են արժանանում մարդկանց կողմից եւ մարդիկ չգիտես ինչ օցերին չեն սիրում, զզվում են, ես օցերին սիրում եմ։ Բայց եթե ձեր շրջապատում կան մարդիկ, ում դուք օց եք անվանում, նրանց էլ կարող եք շնորհավորել, չէ՞, ինչու ոչ։ Այսօր օցերի համաշխարհային օրն այստեղ նշված չէ այդ մարդը օց է, թե ոչ, թե իրական օց է։ Բայց Տիգրան, բոլոր այն մարդկանց համար, որոնք փշաքաղվեցին եւ ավելի նուրբ անգլերեն տերմին կա, չէ՞, cute կենդանիներ են նախընտրում։ Ծովախոզուկների արժևորման օրն է այսօր նաև Appreciation Day։ Եթե կան մարդիկ, որոնք ես էլ այդ կրծողներին չեմ սիրում, ծովախոզուկներ, խամյակներ, առնետիկներ, որոնց տանը պահում են, հիմա իդեպ արևմուտքում նորաձևը հենց առնետիկներ էլ պահում են, պատկերացնում ես։ Կլինի մարդկանց արժևորեն։ Համաձայն եմ։ Թե չէ ծովախոզուկներին արժևորման միջազգային օր։ Արի գնանք ազգային օրացույց, տեսնենք ամերիկացիները ինչով են մեզ այսօր զարմացնելու եւ ժպիտներ պարգևելու։ Ահա, հաճախորդների հետ ծանոթանալու օրն են նշում նահանգներում, ճանաչիր քո հաճախորդին, get to know your customer day։ Բայց կարելի է հաճախորդի հետ մտնել երկխոսության մեջ, Կարծում եմ, եթե մասնավոր բիզնեսների մասին է խոսքը, գուցե կարող են նման բաներ իրենց թույլ տալ։ Ես գիտեի աշխատանքի ժամանակ չի կարելի ծանոթանալ։ Երևի կախված է կորպորատիվ քաղաքականությունից եւ մշակույթից։ Միգուցե ամերիկացիները այսօր նշում են նաև եգիպտացորենով Ալադի ազգային օրը։ Ալադուշկի, իշմես այդ Ալադուշկը։ Այո։ Նաև Թարմ սպանախի օրն է այսօր այնտեղ եւ իհարկե անձնական խոհարարի ազգային օրը։ Կարծես թե ամեն ինչ տանում է հենց այդ համեղ սննդի օրվան այսօր տարբեր երկրներում նույնպես։ Ճարտարագետ շինարարի օր են նշում այսօր Հոնդուրասում։ Մտածեք մեզ ինչ կտա դա, ոչինչ։ Բայց Ռուսաստանում նույնպես այսօր հենց համով կերակրի օրն են նշում փաստորեն եւ ասֆալտին նկարելու օրը, մեզ դրանով չեն զարմացնի, մենք մեր ամբողջ մանկությունը նկարել ենք տարբեր կավիճներով ասֆալտներին։ Հարևան Վրաստանում այսօր նշում են հոգեվոր սիրո օրը։ Ուկրաինայում նույնպես սնունդ են հիշել այսօր, դդումի օրն են նշում։ Ինչու՞։ Դդում դեն են հիշել այսօր։ Հաշվապահի եւ աուդիտորի օրն է նաեւ այսօր։ Հետաքրքիր դեպքեր եւ իրադարձություններ տեսնենք կան, թե ոչ այսօրվա օրացույցային էջում։ 2002-ին Վաշինգտոնում է բացվում նրանց այսօր արդեն ամենահայտնի դարձած թանգարաններից մեկը, լրտեսների թանգարանը, նվիրված է միջազգային լրտեսությանը եւ իսկապես շատ հետաքրքիր այնտեղ պատմություններ եւ դրվագներ են ներկայացված։ Հետաքրքիր կլինի այցելել նման թանգարան 1999-ին Բիլ Գեյթսի սեփականություն Microsoft ընկերության ակցիաները հասան մինչև $100 միլիարդ։ Միջին վիճակագրական մարդու համար գուցե առանձնապես տպավորիչ չլինի, բայց վստահաբար աստղագիտության մեջ շատ կարևոր եւ տիեզերքի ուսումնասիրման ոլորտում շատ կարևոր բան է տեղի ունեցել 1990-ի այսօրը հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ պանը։ Էրիկ Քլեպտոնի երկրպագուները վստահ եմ տեղյակ են, որ 1966-ի այսօրն է հիմնվել Էրիկ Քլեպտոնի Cream խումբը։ Փաստորեն տիեզերքի ուսումնասիրման հետ կապված շատ կարևոր օր է այսօր, ինչ որ բան կա հուլիսյան երևի արևի մեջ, որ 1965-ի հուլիսի 16-ին նաև հայտնագործվել են Մարսի խառնարանները։
Ահա Audi մեքենայի սիրահարները երևի գիտեն, որ այսօրն են հիմնվել ընկերությունը 1909-ին գերմանական հայտնի բրենդի մեքենաները սկսել են արտադրվել։ Վերջին օրերից շատ են Wimbledon-ի մասին խոսում եւ ինչ որ նորություններ հայտնում, փաստորեն 1977-ի հենց այսօրն է առաջին անգամ Wimbledon-ի թենիսի առաջնության առաջին եզրափակիչը տեղի ունեցել, Spencer Gore-ն է դարձել հաղթող։ Ապրի գորը 1782-ին առաջին անգամ ցուցադրվում է Wolfgang Amadeus Mozart-ի Արևանգում հարեմից օպերան։ Ոչ միշտ է որ լավ բաներ են տեղի ունեցել 1439-ի այսօր Անգլիայում ստիպված են լինում արգելել համբուրվելը պատճառը ժանտախտի համաճարակներ Կար պատճառ արի նաև հասկանանք ովքեր են ծնվել այսօր որից հետո գլսենք որևէ մի երգ կարծում ռադիոլսողները չօգնեցին մեր խոսելուց Եվ այսպես, այսօրն է ծնվել անգլիացի ֆուտբոլիստ Andros Townsend-ը, նրա ծննդյան տարեթիվն է 1991-ը։ Տիգրան վստահաբար կարող ենք ասել, որ հուլիսի համաստեղությամբ խեցգետիններն են, չէ՞, կարծես է խեցգետինները շատ են մարզիկներ եւ հատկապես ֆուտբոլիստներ, որովհետեւ այսօր է ծնվել նաեւ 1989-ին Gareth Bale-ը, Wales-ի ֆուտբոլիստ, իսպանացի ֆուտբոլիստ Sergio Busquets-ը 1988-ին եւ ամերիկացի բասկետբոլիստ Zach Randolph-ը, նա էլ 1981-ին։ Հորոսկոպներին հետևում ես։ Այն տարված եւ ինչ որ ենթատեքստեր տալով չէ, բայց մեկ-մեկ։ Մեկ-մեկ։ Ես էլ եմ այդպես, բայց դե Պավել Գլոբայի անուն ազգանունը լսած կլինես, նա հայտնի աստղագետ է, իր տեսությունները մշտապես համացանցում հանդիպած կլինեք 1953-ի այսօրն է ծնվել Պավել Գլոբան, հայտնի աստղագետ է նա։ Տեսնենք թե էլ ինչ շախմատի գրոսմայստեր Աշոտ Անաստասյանն է ծնվել 1964 թվականի այսօրը եւ փաստորեն այսօր նաեւ Լեպսի ծնունդն է Այո, Գրիգորի Լեպսն է ծնվել այսօր նրա ծննդյան տարեթիվը 1962-ն է Այսօր նաեւ այսօրը 1893-ի ծնվել է նաեւ Երգիչ Շարատալյանը, ում ձայնագրությունները բազմիցս նաեւ հնչել են եւ հնչում են հանրայինի եթերում Եթե չեմ սխալվում, այսօր մեկ այլ ծննդյան տարեդարձ նույնպես ռուսական Այո, մենք հիմա այդ մասին եւս կխոսենք, նաեւ կլսենք նրա կատարումները, նաեւ ինձ վաղ վիճակվել անձամբ նրա հետ շրջել Հայաստանում, երբ նա առաջին անգամ էր Երևանում։ Այսօրն է ծնվել Լեոնիդ Ագուտինը, նրա ծննդյան տարեթիվն է 1968, ռուս հայտնի երգիչ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, նաեւ Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում ունի Ագուտինը։ Կարծում եմ հրաշալի առիթ է նրան լսելու։ Նրա հայտնի կատարումներից մեկը գնացինք Ты с ума свела немало, я все пойму однажды, потому что мне не важно, что есть шальные птицы и что это не годится. Может, я тот отважный, где ты скитаешься, но где скрываешься ты от людей. Возьми меня с собой, я тот безумный, видимо, я могу быть с тобой. Одинокий остров на море, где так часто тонули корабли. Может, судьба тебе поможет, и ты не будешь больше отшельницей любви. За океаном реки, за рекой леса и горы, то, что стоит навеки, остальное разговоры. Ты все поймешь однажды, а уже когда не важно, но может очень скоро ты сама собою где-то будто бы буря в море. Не сможешь быть другою, это точно я не скрою. В небе шалеют птицы в море,
Судьба тебе поможет, и ты не будешь больше отшельницей любви. Где ты скитаешься, но где скрываешься ты от людей? Возьми меня с собой, я тот безумный видимо, я могу быть с тобой. Ой, просто ты одинокий остров на море, где так часто тонули корабли. Может, судьба тебе поможет, и ты не будешь больше отшельницей любви. Просто ты одинокий остров на море, где так часто тонули корабли. Может, судьба тебе поможет, и ты не будешь больше отшельницей любви. Просто Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք ընդամենը 2 րոպե ժամանակ, որպեսզի այդ ընթացքում ողջունենք եւ մի փոքր զրուցենք մեր գործընկեր Արմինե Գևորգյանի հետ։ Արմինե, բարի լույս։ Բարի լույս, բարի լույս։ Դու քեզ գուրման համարում ես։ Լավ եկի դարձին պատասխանեմ։ Սկսի առավոտից, հետո անցնենք համեղ սնունդին։ Առավոտը սովորական առավոտ էր, ոչինչով չտարբերվող։ Բայց եկար մեզ մոտ աշխուժացար։ Հա, եկա ձեզ մոտ աշխուժացա, իսկ գուրման չի ասի, բայց սիրում եմ համեղ ուտել։ Դե լավ, մի ասա։ Ասա որ այո։ Այո, Ասա այո, ես այո, տեսել եմ։ այո, այո, դու տեսել ես, ես Առիթ ունեցել եմ սեղանի շուրջ, տեսնելու քո պայծառ հայացքը, երբ բերում են ուտեստը, եւ մի փոքր ուշացնելուց հետո իհարկե։ Երբ որ ուշացնում էին ուտելիքը, չէ։ Այո։ Ես դու ոչ թե իմ հայացքն ես դու հիշում, այլ Լուսինեի հայացքը, ականջի Վրաստանի ափերից, այո, նա էր այդ օրը տենց ագրեսիվ։ Քո ամենասիրելի ուտեստը։ Թփով տոլմա, սպաս եւ բորշ, պաշտում եմ երկուսը։ Իսկ այ լոլիկով ծվածեղ հիմա կուտեիր։ Ուտում եմ, հա, միակ բանը, որը չեմ ուտում, մակարոնեղենին վերաբերող այդ ընտանիքին։ Իտալական մակարոնեղեն ո՞նց կարելի է չուտել։ Չեմ ուտում, ընդհանրապես։ Պատկասում ես հիմա բացվեր դուրը եւ տաղավար բերեին թարմ թխած լավաշ, թարմ հաց, պանիր։ Ասում մակարոնեղեն, փլավի այդ խոսքով է իրավունք։ Մի խոսքով։ Սա առավոտյան խոհանոցը չէ, սա հանրայինի առաջին ալիքն է, վարկյան նրանց լուրեր, Արմինե Գևորգյանի կատարմամբ Դառնամ իմ համեղ ուտել։ կատարում է խումբը։ Գնացինք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է դիմել սահմանադրական դատարան, բարձելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի սահմանադրությանը։ Եթե սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի ազգային ժողով։ Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցչի լիազորությունները կստանձնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 18 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք։ Ադրբեջանական ԱՊԱՆ վկայակոչելով պետական մաքսային կոմիտեին հայտնել է, որ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի արտահանման ծավալի 0.10%-ը։ Ընդհանուր առմամբ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 25 միլիարդ ԱՄՆ դոլար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս անցյալ տարի հույս էր հայտնել, որ Ադրբեջանը եւս Հայաստանից ապրանքներ կներկրի։ Նա կառավարության նիստերին հաջորդած ճեպազրույցի ընթացքում նշել էր. «Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն։ Հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից էլ Ադրբեջան արտահանում կլինի»։ Նշենք նաև, որ այս պահի դրությամբ վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ Հայաստանից Ադրբեջան դեռևս ոչինչ չի արտահանվել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում գործող N Group ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում է Հայաստանի նոր սերնդի անձը հաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։ Այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի ու նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները, կատարվել են նաև ճշգրտումներ, ապահովելու նոր փաստաթղթերի լիարժեք համապատասխանությունը անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաև շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին։ Նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով ազդարարել է անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։ Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ եւ միջազգային սերտիֆիկացման գործընթաց, որպես բարձր պաշտպանվածությամբ ու անվտանգության առաջատար չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր։ Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ առաջիկայում կմեկնարկի նաև նոր անձնագրերի տեղափոխման գործընթացը։ Ավելի ուշ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնում է, որ իր ձեռքում է աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկը, այն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից նոր անձնագրի առաջին նմուշն է։ Տեղեկացնենք, որ նոր կենսաչափական անձնագրերի տրամադրումը մեկնարկելու է 2026 թվականի աշնանը։ Կապույտ անձնագրերը լիարժեք ուժի մեջ են մնալու մինչև նշված ժամկետի ավարտը։ Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն կհամաձայնեցնեն 3 գումարած 3 տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման կարգը։ Վայրը այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Ստամբուլում կայացած նախորդ հանդիպման արդյունքներով։ Զախարովայի խոսքով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված 3 գումարած 3 ձևաչափի առաջին փորձագիտական նիստի մասնակիցները հանդես են եկել քաղաքականացումից զերծ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Մենք լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ, նշել է Զախարովան։ Այժմ անդրադառնանք միջազգային լրահոսին։ Միացյալ Նահանգների կոնգրեսում ներկայացվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված տարբերակը, որը նախատեսում է մինչև 100% սակագներ սահմանելու հնարավորություն ռուսական նավթի խոշորագույն գնորդ 5 երկրների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ։ Հանրապետական եւ դեմոկրատ սենատորները հրապարակել են օրինագիծ, որը նպատակ ունի պատժամիջոցներ կիրառել ռուս պաշտոնյաների, ռազմական հրամանատարության, բանկերի եւ ռուսական էներգետիկ ոլորտի դեմ։ Բացի այդ, փաստաթուղթն առաջարկում է ճնշում գործադրել Կրեմլի հետ համագործակցողների, Չինաստանի
Չինաստանի, Հնդկաստանի, Հունգարիայի եւ Ադրբեջանի վրա նվազեցնելու իրենց կախվածությունը ռուսական նավթից։ Նախագիծն առաջ էր տանում սենատոր Լինսի Գրեհմը, ով շաբաթ օրը հանկարծամահ եղավ։ Դրանից մեկ օր առաջ Ուկրաինա կատարած այցի ժամանակ սենատորը հայտարարել էր այս հարցում համաձայնության է եկել նաև նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նոր տարբերակը ներառում է մի դրույթ, ըստ որի նախագահ Թրամփը կարող է չեղարկել պատժամիջոցները, եթե համարի, որ դա բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից։ Եվ վերջում Միացյալ Նահանգների դրամահատարանը պատրաստվում է սկսել նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամի հատումը։ Ֆինանսների նախարարը ներկայացրել է նոր ոսկե մետաղադրամի էսքիզը, որի մի կողմում Թրամփի դիմանկարն է, ապավինում ենք Աստծուն գրությամբ։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը, ռադիո լուրի եթերում խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն էր։ Սուրճ ու սեր առավոտից։ Performing just like my Rari. You're too fine, need a ticket. I bet you taste expensive. Pouring up about a liter. If you keeping up, you should keep it. Tequila and vodka. Girl, you might be a problem. Run away, run away, run away, run away. I know that I should, but my heart wanna stay, wanna stay, wanna stay, wanna stay now. You can see it in my eyes that I wanna take it down right now if I could. So I hope you know what I mean when I say, let me take you dancing. Two-step to the bedroom. We don't need no dance floor. Let me see your best move. Anything could happen. Ever since I met you, no need to imagine. Baby, all I'm asking is let me take you dancing. Like da 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 da. Skirt on your body, it's just us two in this party. That Louis, that Prada, looks so much better off you. Turn me up, be my waitress. No, we not in love, so let's make it. Tequila and vodka, girl, you might be a problem. Run away, run away, run away, run away. I know that I should, but my heart wanna stay, wanna stay, wanna stay, wanna stay now. You can see it in my eyes that I wanna take it down right now if I could. So I hope you know what I mean when I say, let me take you dancing. Two-step to the bedroom. We don't need no dance floor. Let me see your best move. Anything could happen. Ever since I met you, no need to imagine. Baby, all I'm asking is let me take you dancing. Like da 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 da. See your best move. Anything could happen. Ever since I met you, no need to imagine. Baby, all I'm asking is let me take you dancing. Oh, babe. Oh, babe. If you know what I mean. Yeah. All night. Dancing. Սուրճ ու սեր առավոտից։ 19-ին րոպե մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր եւ ժամանակն է բացելու մեր հյուրասրահի դռները։
Վաղը հուլիսի 17-ին Երևանում կմեկնարկի արդեն սիրելի դարձած փառատոններից եւս մեկը, այս ամառը բավական հագեցած եւ խիտ է փառատոներով եւ տոներով եւ հերթական սիրված փառատոնը արդեն 5-րդ անգամ կանցկացվի Զաքյան փողոցում ժամը 16-ից, խոսքը Գարեջրի օրեր 2026-ի մասին է եւ հենց այս մասին սիրով զրուցելու ենք մեր հյուրերի հետ, մեր տաղավարում են Էվենտուրա ընկերության մեդիա պատասխանատու Մարգարիտա Հարությունյանն ու DJ Սյանն, բարի լույս։ Բարի լույս, ո՞նց եք։ Ինչպես է սկսվել առավոտը, այս խցանումաշատ։ Գարեջրով թե սուրճով։ Սուրճով։ Մեզ մոտ վստահ ենք, որ սուրճով, ձեզ մոտ գուցե գարեջրով, ով գիտի։ Այն էլ այս օրերին, հաշվի առնելով այդ ընթացքը, իդեպ հետաքրքիր է հասցնում եք, հաշվի առնելով, որ դուք ամեն դեպքում աշխատում եք այդ օրերին, հիմնականում խառը վազվզոց հասցնում եք գոնե մի պահ կանգ առնել ու մի գավաթ սառը գարեջուրել ինքներդ վայելել։ Վերջին օրը փառատոնի հասցնում ենք, բայց հիմնականում առաջի ու երկրորդ օրը շատ ծանրաբեռնված են լինում համակարգման աշխատանքներով։ Դրա համար փորձում ենք ավելի շատ վայելում ենք աշխատել այս փառատոնը, քան թե կողքից։ Դուք Սյանը։ Ես չեմ խոհում։ Ապրեք էկոլոգիապես մաքուր DJ։ Շատ կարևոր է։ Ինչով է առանձնանալու եւ ներկայանալու 5-րդ հոբելյանական փառատոնը։ Այս տարվա մեր ծրագիրը շատ հագեցած է, քանի որ 5-րդ հնգամյակն է փառատոնի ու տարեստարի փառատոնին միանում են նոր գարեջրագործներ ու ցույց են տալիս գարեջրի նոր տեսակներ։ Մենք այս տարի որոշեցինք, որ փառատոնը նվիրված լինի craft գարեջրագործությանը։ Craft ինքնին նշանակում է ձեռագործ ու ձեռագործ ու գարեջրագործության ոլորտում դա հիմնականում հատուկ է փոքր գարեջրի տեսակների գարեջրագործարաններին, որոնք ներկայացնում են նոր համեր, նոր գարեջրի տեսակներ, ավելի իմպրովիզացիոն մոտեցումներ են ցուցաբերում գարեջրի արտադրության մեջ։ Այս կերպ ցույց են տալիս, որ գարեջրագործությունը շատ բազմազան է ու բազմաթիվ ընտրություն կա գարեջրի ոլորտում։ Այդ պատճառով մենք որոշեցինք նվիրել craft գարեջրագործությանը, քանի որ ունենք բազմաթիվ գարեջրագործարաններ, մասնակից թե 6 ներմուծվող գարեջուր ունենք, 18 հայկական գարեջրագործներ։ Այսինքն միայն հայկական գարեջրեր չեն լինելու։ Չէ, միայն հայկական չեն լինելու ու ունենալու ենք բազմաթիվ գարեջրի, craft գարեջրի տեսակներ, հենց մեր craft այս մեր նոր մոտեցմամբ ուզում ենք ցույց տալ, որ որքան շատ է բազմազանությունը գարեջրի օրեր փառատոնին ու ինչքան լայն ընտրություն կա, թեկուզ նրանք ովքեր դասական գարեջուր չեն սիրում, անպայման կգտնեն իրենց նախընտրելի համերը։ Սյանը բացօթյա տարածքում այն էլ այսքան մարդաշատ, գիտեմ, որ առաջին փորձը չէ ձեր ելույթ ունենալու, բայց հետաքրքիր է ինչով են առանձնանում այս ելույթները, ինչպիսին է հանդիսատեսը փառատոների ընթացքում, այն էլ Երևանյան, բացօթյա, այսքան մեծամասշտաբ։ Իրականում բացօթյա փառատոններին նվագելը լրիվ ուրիշ շաճույք է, լրիվ ուրիշ էներգիա է։ Կարող եմ ասել, որ աշխատանքի ոչն էլ տարբերվում, օրինակ երբ նվագում ես ինչ-որ ակումբում, ավելի փոքր տարածքում, փակ տարածքում, երբ մարդկանց քանակը ավելի քիչ է, հա, աշխատանքը լրիվ այլ կերպ է գնում, իսկ փառատոնների ժամանակ, օրինակ ես ինչի եմ շատ սիրում, որովհետև կարող եմ սենց լրիվ ներդրվել ու մարդկանց տալ են երաժշտությունը, որը որ ես շատ սիրում եմ, ես ինքս փառատոններին նվագելուց առաջ միշտ պատրաստում եմ ինքս իմ ռեմիքսները, մաշափները ու սենց փորձում եմ լրիվ ինչ-որ նոր բան տալ մարդկանց ու դրա համար արդեն որոշ ժամանակ հա մարդիկ ինչ-որ սենց սպասումով են գալիս, որ այս անգամ ինչ կլինի, այս անգամ ինչ հետաքրքիր ռեմիքս կարա լինի, ինչ երգերի համադրություն կարա լինի ու ես ինքս դրանով շատ ողջավորվում եմ, որ կարող եմ ինչ-որ նոր բան տալ մարդկանց Որ ժամից է սկսվում համերգային ծրագիրը, այդ ձեր ելույթը սկսվում է որ ժամից։ Ես գիտեմ, որ փառատոնը ժամը 11-ից 22-ից 30-ն է, այո։ Չէ, ժամը 16-ից ժամը 4-ից է։ Հա։ Ինչու որովհետև քաղաքապետարանի կայքից տեղեկանում են, կարող խնդրեմ, որ հուլիսի 17, 18, 19-ը ժամը 11-ից 22-ից 30-ը Զաքյան փողոցում, Զաքյան լուսավորիչ փողոցների հատման հատվածից մինչև Զաքյան խորենացի փողոցների հատման հատված կանցկացվի գարեջրի օրեր խորագրով ցուցահանդես տոնավաճառը։ Չէ, 16-ից Եկեք հասկանանք։ Ժամը քանեսից են գալու։ ժամը 4-ից է մեկնարկում փառատոնը։ Ժամը 4-ից, ինչպես գինու օրերը։ Լավ։ Ու ավարտվում է 10:30։ բոլոր օրերն էլ 17-ին էլ 18-ին էլ 19-ին էլ ժամը 4-ից է մեկնարկում։ Երևի փողոցներն են փակ նկատի ունայի Գուցե, այս այո, ինֆորմացիան այո։ դրա հետ է կապված։ Ահա, սկսե ժամը 4-ից եկանք, երբ է սկսվում համերգային ծրագիրը եւ DJ ելույթը երբ է։
Այս տարի իրականում ծրագիրը այլ տարբերակով ալինելու ու նախապատվություն տվել են հենց DJ-ների ելույթներին, այսինքն մենք ունենալու ենք ավելի երկար ժամանակ, որպեսզի մարդկանց Հենց սկզբից նվագելու Հենց եք։ սկզբից, Ահա, այո։ Ինչու եմ հարցնում, հենց սկզբից։ Տես, մի բանը, երբ հանդիսատեսը դեռ չի խմել, գինովցած չէ, սկսեցիր աշխատել, սկսեցիր նվագել եւ արդեն 1 ժամ անց պատկերացնես քանի գավաթ գարեջուր է սպառվել։ Այ ինչ ես դու այդ էներգիան, հա, հանդիսատեսի, ինչպես է փոխվում։ Տեսեք, օրինակ, Եվ DJ-ը բնականաբար ոչինչ չի խմել եւ աշխատում է։ ինձ իրականում Ոնց եք լեզու գտնում հանդիսատեսի հետ։ Բարեմ ուրախանամ ու այդ նույն էներգիան փոխանցեմ մարդկանց ու նաև ստանամ իրենցից։ Տեսեք, օրինակ, sense փառատոններին, երբ օրինակ սկսում ենք ժամը 4-ից կամ 5-ից, գինու փառատոնը, գարեջրի փառատոնը, շատ կարևոր է DJ-ի աշխատանքը, որպեսզի լինի նրանում, որ երբ դեռ մարդիկ չեն եկել կամ երբ դեռ մանրից հավաքվում են բոլոր մարդիկ, ովքեր եկել են դեռ շրջեն, ինչ որ նոր են ծանոթանում բոլոր գարեջրի տեսակներին եւ այլն, ստեղծել այնպիսի մի տրամադրություն, հա, մթնոլորտ, այո, որ մարդիկ հաճելի կարողանան զբոսնել, այլ չլինի են պարային բան վիճակը, որովհետեւ դեռ այդ մթնոլորտը չի։ Ու կարևոր է ասենց փոքրիկ քայլերով հասցնել նրան, որ մարդիկ զվարճանան, խմեն, հասնեն տեսնեն տարածքը, բացահայտեն բոլոր գարեջրի տեսակները ու հետո արդեն կան այն կետին, երբ արդեն զգում ես, որ հեսա պետք է սկսվի, Թեժ կուլմինացիոն պահը երբ է, երեկոյան, չգիտեմ, ժամը 9-ին է, 8-ին է կամ չեմ, 10-ին է։ 8-ից հետո է։ 8-ից հետո սկսում է թեժ իրավիճակը, իսկ դրա այնպես որ անվերահսկելի իրավիճակ է, բոլորը ապարում են, միևնույնն է DJ-ը փորձում է մի կերպ իրենց ետևից գնալ արդեն, հա, հասնի հանդիսատեսի այդ կոնդիցիային։ Չի եղել։ Չի եղել այդպես բան։ Որտեվ ես միշտ ասում եմ, որ լինի ինչպես թենիսը, գնդակը ինչ որ խփում ես, հետո այդ էներգիան, եթե վերցնենք որպես գնդակ, ես այդ էներգիան տալիս եմ, մարդկանցից ստանում եմ։ Ու տենց անընդհատ գնում է, ու DJ-ի աշխատանքը էս պարագայում ոչ թե որ ես ուղակի այդ երաժշտությունը նվագում եմ ու մարդիկ դրա տակ ապարում են, այլ անընդհատ այդ էներգիայի փոխանակումն է, որ Հա, ես տալիս եմ, ես ստանում եմ այս պատասխանը, ըստ այդ պատասխանի ես տալիս եմ ուրիշ ու տենց անընդհատ ու միշտ միասին հասնում ենք ինչ-որ մի կետի, չգիտեմ, իմ սեթերի ժամանակ ես օրինակ կարևորում եմ գեղեցիկ էյֆորիկ ավարտ ու որ լինի հենց այդ ավարտը մարդկանց հետ, որ չլինի իրանք այստեղ են, իսկ ես արդեն սենց էներգիայից Այդ բալանսին հասնում եք արդեն երեկոյան։ Մենք միասին ենք հասնում այդ բալանսի սկզբից մինչև վերջ, այսինքն սկզբից երբ ես նվագում եմ այնպիսի երաժշտություն, որը ուղղակի տրամադրող է, մթնոլորտ ստեղծող է, մարդիկ դրա տակ չեն գալիս սենց գժավարի պարում, չէ, մենք միասին այդ էներգիայով բարձրանում ենք, Բացի DJ-ների ելույթներից, էլ ինչ փորձառություններ է պատրաստել այս տարի փառատոնը, հիշում եմ նախորդ տարի նաև ինչ-որ խաղեր կային հետաքրքիր, beer pong, եթե չեմ սխալվում, ինչ փորձառություններ, անգլերեն ասած activity-ներ կան այս տարի, բացի երաժշտական հատվածից եւ գինու համտեսից։ Ներողություն, Գարեջրի։ Խաղերը նույնպես այս տարի լինելու են, ունենալու ենք 12 ժամանցային սպորտային տարբեր խաղեր, նույն բիրպոնգը, սապ սոքեր, սեղանի ֆուտբոլ, մինի բասկետբոլ, սեղանի թենիս, շատ ակտիվ ժամանցային խաղեր ունենք, ու ովքեր գարեջուր չեն սիրում, կարող են գալ ու խաղեր խաղալ, վայելել, նաև խաղերը հնարավորություն են տալիս շահել տարբեր նվերներ, համապատասխան կնիկները հավաքելուց հետո իրենց գրքույկի մեջ կարող են գնալ նվերների տաղավար եւ կնիկներին համապատասխան նվերներ շահել։ Այդ խաղերից բացի ունենալու ենք նաև հատուկ մրցութային բեմ, նախ ուզում եմ նշել, որ այս տարի փառատոնի շրջանակներում առաջին անգամ ունենք մեծ համագործակցություն պետական առումով, համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի հետ, ով աջակցում է մեզ մեր երկու գլխավոր բեմերը, որպեսզի անցկացնենք երաժշտական բեմը եւ մրցութային բեմը։ Երաժշտական բեմի մասով արդեն Սիանան նշեց, որ ունենալու ենք DJ սեթեր, էլեկտրոնային երաժշտություն, իսկ մրցութային բեմում անցկացվելու են մեր 3 գլխավոր մրցույթները։ Անցած տարի անցկացվում էր Steinholding մրցույթը, եթե կհիշեք, դա բավարարական հայտնի մրցույթ է գարեջրին նվիրված, որտեղ մասնակիցները պետք է գարեջրով լի 1 լիտր գավաթը ուղիղ ձեռքով պահեն, եւ ով ավելի երկար է պահում գարեջրով գավաթը, նա հաղթում է մրցույթը։ Սա միջազգային հայտնի գարեջրագործության հետ կապված մրցույթ է։ Ինչ է շահում վերջում։ 50,000 դրամին համարժեք նվերներ մեր գործընկերների կողմից։ Նաև անցկացվելու է
գաստրոսպրինտ մրցույթը, արագ ուտելու մրցույթ եւ Ֆանտաստիկա։ եւ բասկամարտ է անցկացվելու։ Խմած։ Ես ուզում եմ հասկանալ, խմած թե ինչև խմել։ Դե ինչև դա։ Կարելի է երկու անգամ էլ փորձել, մինչև եւ հետո։ Այո։ Ինձ թվում է խմածել չեն մրցի, ասեն երկուսս էլ հաղթող է վերջ։ Բայց խմելու մասով ուզում եմ նշել, որ մեզ մոտ տենց մենք ամեն ինչ անում ենք, որ անվերահսկելի իրավիճակներ չստեղծվեն։ Բոլորը իրենց չնեղացնեն մեկը մյուսին, չափի մեջ խմեն, չէ՞, ի վերջո։ Նախ անվտանգության մասով միշտ գործում է անվտանգությունը, հետո մեր տոմսակների համակարգը դա ինչ որ չափով զսպող մեխանիզմ է, որ այդ տոմսակներից շատ հավելյալ գարեջուր ինչ որ չափ սահմանափակում է, որ մարդիկ խմեն շատ ու արբենան։ Այո, շատ ճիշտ մոտեցում է։ Ասացինք փառատոնը, չասեցինք անսահմանափակ խմեք։ Եվ ի վերջո կարելի անել այնպես, որ 3 օրերն էլ հնարավորություն ունենաս, թե դու թե օրգանիզմդ մասնակցելու, լավ ժամանակ անցկացնելու, փառատոները պետք է լավ անցնեն ոչ միայն ձեր, այլև շրջապատող մարդկանց համար, այնպես որ ճիշտ է եւ կարեւոր է վերահսկել լայվ ինքներդ ձեզ։ Գինու փառատոնը, գինին արդեն բավական ժամանակ անցկացվում է եւ երևի ամենամասշտաբային փառատոնն է, որ տեղի է ունենում Երևանում, թե տարածքային առումով, թե մարդկանց այցելությունների, հետաքրքիր է երկուսիդ եմ հարցս ուղղում, արդյոք հյուրերը տարբերվում են եւ ինչպես հասկանում եմ, եթե արդեն 5-րդ անգամն է անցկացվում, կարծես թե գարեջրի փառատոնն էլ լավ արձագանք է գտել, ինչպիսին են հյուրերը, այցելուները, ձեզ ինչ տարբերություններ կան, եթե կան։ Գարեջրի փառատոնի այցելուները բավականին դեռ քիչ են, քան գինու օրերի այցելուները։ Եթե գինու օրերին մենք ունենք 180,000 այցելու 3 օրերի ընթացքում, գարեջրի օրերին ունենք 50,000 այցելու, բայց հաշվի առնենք, որ 5 տարի է ինչ գարեջրի փառատոնը կա, ու տարեստարի այցելուների թիվն էլ է մեծանում, ինչպես նաև զբոսաշրջիկների։ Երևի թե ավելի երիտասարդական միջավայր է դիրում գարեջրի օրերին, բայց ինձ թվում է փառատոնը հարմարեցված է բոլոր նախասիրություններ ունեցող մարդկանց համար, թե երիտասարդների, թե ավելի մեծ մարդկանց, ովքեր ուզում են գարեջուր վայելել, ունենք նաև հանգստի գոտի։ Չգիտեմ, երևի այցելուների հետ, երբ այցելուները շատանում են, հյուրերի այցելուների տարբեր սպառողների տեսակներն էլ են շատանում ու այդպես միանշանակ ասել, որ այս կատեգորիայի մարդիկ են գալիս, շատ դժվար կլինի։ Մինչև թույլ կտանք Սյանան էլ պատասխանի, ռադիո լսողի կողմից զանգ ունեն, գուցե նրանք նույնպես հարց ունեն, տեսնենք թե ով է մեզ միացել, բարի լույս։ Լսում ենք ձեզ շատ ուշադիր, բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Շնորհակալ եմ եթերի տրամադրման համար, ուզում եմ ողջունել փառատոնի կազմակերպիչներին, դա շատ լավ մեծ նախաձեռնություն, մենակ զբոսաշրջությունը մեր երկրում զարգացնելու համար, ինչու՞ չէ, նաև մեր քաղաքացիների ինչ-որ ժամանակ երկրում պահելը, որ չգնան էլի դրսում իրաց հանգիստը փնտրեն, սա Ես ուզում եմ ուղղակի երկու հարց ունեմ, մեկը Դիանային, մյուսը Մարգարիտային, ուզում եմ հարցնել, դուք կարևորում եք փառատոնի օրերին գարեջրի ավելի շատ ոնց ասեմ բնական բաղադրիչներով գարեջուր ունենալը մի քիչ քիմիական քիչ թե դա այսքան չէ կարևորում ճիշտ է որ չեմ խուսափելու քիմիականից դա միանշանակ է բայց ավելի շատ բնական բաղադրիչներով թե դա փառատոնի օրերին ասեմ մի փոքր երկրորդական է դառնում ամեն դեպքում ողջունում եմ շատ սիրում եմ ձեզ իսկ հիմա Դիանային եմ ուզում հարցնել այո դարձի ձեր գործունեության մեջ օգտվում եք հայկական ժողովրդական երաժշտությունից որտեղ այս տարիներ առաջ կոմիտասի կռունկի դիջեյական գործն եմ լսել ու շատ հիացել այո դարձի ձեզ հոգի հարազատ է հայկական ժողովրդական երաժշտությունից օգտվել ու մշակել ձեր ձևով խնդրի պես սիրում եմ դիջեյական երաժշտություն շնորհակալ եմ Շնորհակալ ենք Տիկին Անահիտ Զանգի եւ հարցերի համար եւ թույլ տանք երևի սրանից սկսենք ժողովրդական երաժշտության տակ գարեջուր կարելի ըմպել թե ոչ եւ որ տարբերակով ռեմիքս թե ոչ Ոյ, իրականում ես շատ սիրում եմ մեր երաժշտությունը ու քանի որ Տիկին Անահիտը նշեց կոմիտասի կռունկը, որ լսել է տարիներ առաջ, խոսեմ գինու փառատոնի մասին, ես մտածում էի, որ պետք է, ինչպես որ նշեցի, ինչ-որ sense հետաքրքիր էйֆորիկ ավարտ լինի, ու քանի որ լիքը մարդիկ են այդտեղ լինելու տարբեր տեղերից, տարբեր, չգիտեմ, մտածելակերպի եւ այլն, իմ համար շատ կարեւոր էր ավարտը լիներ այնպես, որ հա, օքեյ, մենք
գժական է ամեն ինչ արեցինք բիթերի տակ, բայց ավարտել սեթը այնպիսի մի բան է, որը որ կհամախմբի բոլորին, ու սենց մի լռության, հանգստության, հարմոնիայի մթնոլորտ կստեղծի, հա։ Ու ես ստեղծեցի իմ մաշափը Կոմիտասի Գարունայով։ Հա, դա միքսեցի հայտնի Inner Bloom տրեքի հետ ու հետո արդեն մի քանի այլ տրեքերի հետ։ Ու ըստ իս սկզբից ես նա լարվում էի, որովհետև շատ այսպես ասած ռիսկային էր այդ քայլը, քանի որ մենք ունենք շատ արտասահմանցիներ, ովքեր որ գալիս են Հայաստան, ու բնականաբար, քանի որ Գարունան հայերեն է ու չէին հասկանա, ու մտնոլորտն էլ այնպես է լինում, որ վերջին օրն է ու շատ մարդիկ են այդտեղ, ովքեր որ DJ-ական սեթին սպասում են, որ հեսա պետքա տժան, ստեղծել այնպիսի մի հանգիստ հանդարտ մտնոլորտ այդ ժամանակ։ Ես մի քիչ վախեր ունեի, որ կարող այդքան չհասկանան, չմբռնեն եւ այլն, բայց երբ նվագեցի, սկսվեց տրեքը ու սենց լրիվ այդ լռության մեջ մարդիկ իրոք այդ պահին սենց լռեցին ու բոլորը ուզում էին հասկանալ ինչա կատարվում ու ես ինքս երբ Գարունան հնչում էր, նախ շատ երջանիկ է որ հայերենով է հնչում ինքը ու հետո այդ ամենի մեջ այդ խենթությունների մեջ հնչում է լռության մեջ շատ սիրուն հայկական երաժշտություն, հայկական վոկալ, ես այդ պահին կարող եմ ինքս իմ անունից ասել, որ ես տարվել էի լրիվ ու կարծես թե մարմնով այդտեղ էի, բայց հոգով եւ ամեն ինչով վայելում էի այդ ամենը ու ինքը շատ ստացված իրականում եղավ, շատ տպավորիչ էր ու մարդիկ հետս հավասար, այ ասում եմ եղավ այն ավարտը, որը որ ես սպասում էի, նույնիսկ ավելի լավ ու չգիտեմ, մեծ նվաճում էր, որ էլեկտրոնային երաժշտության մեջ կարողացանք միքսել Կոմիտասի Գարունան ու այդ մթնոլորտի մեջ որտեղ որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, տարբեր մարդիկ են, կարողացան ըմբռնել, հասկանալ ու վայելել այդ պահը։ Դրա համար հա ես շատ կարևորում եմ ու որտեղ որ YouTube-ում չկա, ես հիմա փնտրում եմ ձեր ռեջիոմ, YouTube-ում, ափսոս որ չկա, թե չէ մենք կհեռարձակեինք։ Կարծես թե չկա, բայց կարծես թե այլ մասշտաբներ կան արտասահմանյան։ Ինչ կասեք գարեջերի բաղադրության մասին ներկայացվող։ Դե գարեջրի հումքը ու գարեջրի բաղադրությունը մենք վերահսկել չենք կարող։ Բնականաբար։ Քանի որ հայտը բացվում է ու մենք բաց ենք արտադրողների առաջ, ովքեր ցանկանում են մասնակցել ու ցույց տալ իրենց արտադրանքը, շփվել սպառողների հետ, սակայն կարող ենք խրախուսել բնական հումքով գարեջուրը, հենց դրա համար էլ craft գարեջրագործության մեջ հիմնականում առաջնային է բնական հումքը ու բնական բաղադրիչներից պատրաստված գարեջրերը, այդ պատճառով մենք հատուկ շեշտավորում ենք craft գարեջրագործությունը, նույնիսկ ունենք հատուկ գարեջրի պատ, craft գարեջրի պատ, որտեղ ներկայացված են լինելու մեր 13 գարեջրագործների 24 գարեջրի տեսակները ու այցելուները կարող են համտեսել գարեջուրը եւ իրենց հավանած գարեջրի դիմաց փակցնել ստիկերներ։ Այդպես կարող ենք տեսնել, որ գարեջրի տեսակն է ավելի սիրվել այցելուների կողմից։ Նաև ուզում էի նշել մեր craft գարեջրի որսը, հատուկ ակտիվության տեսակ է նույնպես խաղի նման։ Այս ցանկը, որ կա 13 գարեջրագործների, այցելուները պետք է գտնեն այդ գարեջրագործներին, այդ գարեջրի տեսակները, որոնք ներկայացված են, համտեսեն եւ ամեն գարեջրի դիմաց ստանալու են կնիկ իրենց գրքույկում։ Եթե հավաքեն 5 կնիկ, ստանում են նվեր, հավաքեն 5 կնիկ տարբեր գարեջրագործներից, craft գարեջրի արտադրող, ստանում են նվեր մեր նվերների տաղավարից եւ այդպիսով ծանոթանում են հայկական craft գարեջրագործությանը, տարբեր տեսակներին, տարբեր հումքից պատրաստված գարեջրերին։ Հետաքրքիր է։ Ես մի հարց ունեմ որպես նեվ գարեջուր սիրող մարդ, ինչ անել, որպեսզի պահպանել զովությունը գարեջրի, սառնությունը, որտեղ շոկ է վերջո, հա, հուլիսի 17, 18, 19-ը, ոնց է պահպանում այդ գարեջուրը, որ ժամեր փառատոնի ընթացքում պահպանի իր սառնությունը։ Դրա մասին մտածել են այդ գարեջրագործները, հա, մասնակիցները։ Իհարկե, մեր հատուկ տաղավարներ են ներկայացված, այդ տաղավարներում ամեն սարքավորումները կան, որպեսզի գարեջուրը սառը գարեջուրը։ Այո, սառը գարեջուրը լինի, եկուս սառույցով լինի, ամեն ինչ հարմարեցված։ Ինչպես լցնովի, այնպես էլ շշալացված։ Այո։ Շշալ, այո։ Հրաշալի։
Ինչ շատ շնորհակալ ենք, սիրով հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Eventura ընկերության մեդիա պատասխանատու Մարգարիտա Հարությունյանն ու DJ Սյանն, մեկնարկում է Գարեջրի օրեր 2026 փառատոնը արդեն 5-րդ անգամ եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեկնարկը ժամը 16-ին, հուլիսի 17-ին կմեկնարկի, բայց 3 օր է տևելու 17, 18 եւ 19-ին։ Զաքյան փողոց։ Այո, եթե նույնիսկ Գարեջուր չեք սիրում, միևնույն է կարելի է գնալ եւ լսել երաժշտություն եւ պարզապես այո մասը լինել այդ հետաքրքիր փորձառությունների։ Մենք հիմա մեր հյուրերին կխնդրենք լուսանկարվել, դուք էլ եւս մեկ երաժշտական դադար վայելեք։ Թող վայելեն գովազդը, հետո երաժշտություն կլսեն, այնպես որ մնացեք մեզ հետ։ Սուրճ ու սեր առավոտից։ You're insecure, don't know what for. You're turning heads when you walk through the door. Don't need makeup, but I'm not that old. Young, but I'm not that bold. And I don't think the world is sold. I'm just doing what we're told. I just can't believe we went from strangers to lovers to strangers in a Drop top and playing our favorite CDs, pulling up to the parties, trying to get a little bit tipsy. Gonna take it down and laugh when you cry. I love you like a love song, baby. And I keep it and repeat, don't believe me, just why don't show up. Maybe we're the new romantics. Come along with me. Heartbreak is the national anthem. We sing it proudly. Let's not waste a moment. Ain't no need to be shy. I got room for your friends. If your friends wanna ride. Harlem, Hollywood, Jackson, Mississippi. If we show up, we gon' show up. Smoother than a fresh drop skipping. So I feel something so right. So shy and I'm loving your tie. You're like slicker than the guy with the thing on his eye. Oh. All of them niggas saying I have you with me. All of my niggas saying you ain't committed. Realer than anybody you had embedded. All of the body I eat ass and titties. If you don't wanna see me dancing with somebody, step into the light. So bad sometimes. If you wanna believe it, you can study. You don't know you're beautiful. Do it all again. Take that money, watch it burn, sing in the river the lessons I learned. Uptown, funk you up. Uptown, funk you up. Take that money, watch it burn, sing in the river the lessons I learned. Saturday night and we in the spot. Don't believe it, you got to work your mind. With your mind. Oh, talk help me now, walk away. Yeah, I think we broke the law. Always say we're gonna stop. But every life with us is like a dream. I love you like a love song, baby. I love you like a love song, baby. I love you like a love song, baby. I keep it Սուրճ ու սեր առավոտից։ Բնականաբար պետք է ասեմ կրկին, այո, սուրճ ու սեր առավոտից, միայն հանրայինի ուղիղ եթերից ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Մի մոռացեք եթերի ընթացքում մեզ նաև մեկնաբանություններ գրել մեր Facebook-յան էջում, որովհետև ուղիղ եթերում ենք նաև այնտեղ, իդեպ արդեն ունենք նոր մեկնաբանություններ։
Հիմա արագ կարծամ դրանք եւ անդրադառնանք թերևս օրվա ամենակարևոր թեմաներից մեկին։ Էդգար Սիսակյանը ողջունում է, մեծ հարցնում թե ինչպես ենք։ Բարի լույս բոլորին, գեղեցիկ անակնկալներով օր եմ մաղթում գրում է Կարինե Մկրտչյանը։ Դե ինչ տեղի ունեցավ աշխարհի առաջնության երկրորդ կիզաեզրափակիչ խաղը եւ աշխարհի չեմպիոն Արգենտինան հնարավորություն ստացավ եւս մեկ անգամ պաշտպանելու աշխարհի չեմպիոնի իր կոչումը։ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած կիզաեզրափակչի խաղում Լեոնել Սկոլոնիի գլխավորած թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ։ Առաջինը հաջողության հասավ Անգլիայի հավաքականը 55-րդ րոպեին Աստոն Վիլայի 23-ամյա կիսապաշտպան Մորգան Ռոջերսի սուր փոխանցումից հետո 25-ամյա հարձակվող Էնթոնի Գորդոնը 85-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի Չելսիի 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որի գոլային փոխանցումը կատարեց ամերիկյան Ինտեր Մայամի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։ Ավելացված երկրորդ րոպեին Արգենտինան հաղթական գոլը խփեց Իտալիայի չեմպիոն Միլանի Ինտերի 28-ամյա հարձակվող Լուատարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց էլի Մեսին։ Եվ այսպիսով հուլիսի 19-ին եզրափակչում արդեն կմրցեն Իսպանիան եւ Արգենտինան։ Ինչ խաղ է սպասվելու, ինչպեսի շատ խաղ է սպասվելու։ Տեսնենք թե ով կդառնա աշխարհի չեմպիոնը, կշարունակի տիտղոսը կրել Արգենտինան, թե Իսպանիան կհնկեց կանի գործող չեմպիոնին։ Իդեպ շատերի համար սա նաև հին եւ նոր դպրոցների պայքար է, որովհետեւ միմյանց դեմ կմրցեն Մեսին եւ Յամալը։ Բայց Արգենտինան հիշում ես, երեք էլ ասացի, որ հաղթելու է Անգլիային։ Այո, դու այո, երեք էլ ասացիր։ Գուցե կանխատեսես նաև թե չեմպիոնով է։ Կդժվարանամ այս հարցը, որտեղ երկուսն էլ շատ ուժեղ են։ Իդեպ, նշեմ նաև, որ Արգենտինայի հավաքականը 7-րդ անգամ կխաղա աշխարհի առաջնության եզրափակչում։ Այդ ցուցանիշով արգենտինացիները հավասարվեցին Բրազիլիային, որը նույնպես 7 անգամ է դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, իսկ ռեկորդակիրը Գերմանիան է 8 եզրափակիչը խաղացել Գերմանիան։ Իդեպ հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա ամսի 29-ին, երեկոյան ժամը 23:00-ին, հուլիսի Երևանի ժամանակով։ Այո, հուլիսի 19-ը ժամը 23, այնպես որ Գրեք, հիշեք։ Այո, գրեք, ձեզ մոտ հիշեք, չնայած մենք եթերի ընթացքում վստահաբար դեռ էլի կհիշեցնենք եւ մնացեք մեզ հետ։ There's a fire starting in my heart, reaching a fever pitch, is bringing me out the dark. Is everybody back up in the building? It's been a minute, tell me how you're healing. If you're feeling like you need a little bit of company, you met me at the perfect time. And we can dance all day long, baby. If you find it, I'll be bouncing. Oh girl, I'm gonna show you when you're mine, oh mine. Just dance. Just dance. Come on, dance with me. Rock your body. I'm telling everybody I need you all night. Just dance the night. In a minute, I'ma need a sentimental man or woman to pump me up. He ain't never even been impressed like this. Probably why I got him quiet on the set like zip. You're looking for a girl that'll treat you right. Have you looking for in the daytime with a light? Boy, stop playing, grab my ass. Acting like you shy. Got my mind on your body and your body on my mind. Got a taste for the cherry. I just need to take a bite. I could dance, I could dance, I could dance. Just dance. Just dance. Come on, dance with me. Rock your body. And I'm telling everybody I need you all night. Dance the night. Together, dance, dance, dance to the distortion. Dancing together. To the rhythm, to the rhythm. You're taking my salvation. Bon appetit, baby. Yo, tell you what I want, what I really, really want. Don't tell me what you want, what you really, really want. I'm coming out tonight. I'm coming out tonight. Queens in the front and the doms in the back. Ain't taking no flicks, but the whole click snap. I could dance, I could dance. You know what time
Սուրճ ու սեր առավոտից։ 19:39 հուլիսի 16-ն է օրը 5 շաբթի, դուք լսում եւ դիտում եք հանրային ռադիոյի առաջին ալիքը։ 55:37 այն հեռախոսահամարն է, որով դեռ ունեք ժամանակ մեզ միանալու, եթե հատկապես գուրման եք, օրինակ ասելու թե դուք ինչպես եք նախաճաշում, գուցե հետաքրքիր սննդային խորհուրդներ տալու մեր մյուս ռադիոլսողներին, իսկ մինչ այդ վերադառնանք վաղվա իրադարձություններին, ինչպես արդեն նշեցի, փառատոներով եւ առհասարակ տոներով ու մշակութային իրադարձություններով լի է այս ամառը, վաղը երեկոյի մասին խոսեցինք, բայց առավոտյան նույնպես իրադարձություն սպասվում ժամը 10:30-ին, հուլիսի 17-ին Միսակ Մանուշյանի անվան այգում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանն է հայտնում։ Նախագիծն իրականացվում է ինչպես քաղաքապետարանի աջակցությամբ եւ անմիջական համագործակցությամբ, ինչի շնորհիվ էլ հենց հնարավոր է դարձրել սա փաստորեն, քանդակը Երևան քաղաքին են նվիրաբերել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ որպես արվեստագետի սիրո, նվիրումի եւ երախտագիտության արտահայտություն մայրաքաղաքին։ Ստեղծագործությունները ձևավորում են բացօթյա ժամանակակից քանդակի յուրօրինակ միջավայր, նոր մշակութային շերտ ավելացնելով Միսակ Մանուշյանի անվան այգում։ Աշոտ Հարությունյանը համարվում է մեր ժամանակների առաջատար կոնցեպտուալ քանդակագործներից մեկը, իր նորարարական մտածողությամբ եւ ինքնատիպ գեղագիտական լեզվով։ Նրա աշխատանքները ներկայացված են Հայաստանի եւ արտերկրի բազմաթիվ քաղաքների հանրային տարածքներում եւ մասնավոր հավաքածուներում։ Եթե նույնիսկ բացմանը չհասցնեք գնել, միևնույն է օրվա ընթացքում վստահաբար արժե շրջել եւ տեսնել մեր քաղաքի նոր քանդակները։ Այո, ինչու ոչ։ Տեսնենք, շարունակում ենք եւս մեկ անգամ լավ օր բոլորիս։ Vačerov աղջի la 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 Քաղցր vačerov աղջի la 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 Ողջ աշխարհը մանեգա քեզ պես աղջիկ չտեսա Ես վինու շարմի տղա իմ սրտի հետ մի խաղա Արի բացեր տանդուրը Կանաչ կարմիր է la 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 Բոյը դալար բարդի է la 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 Ախ ես քեզ ոչ չսիրեմ գարնան արևես իմ յար Ես սիրահար պատանի քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը ասա Ես սիրահար պատանի քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը ասա բարով ես եկել Ախ ես քեզ ոչ չսիրեմ գարնան արև ես
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 45 րոպե, ձեզ հետ հանրային ռադիոյի առաջին ալիքն է եւ ուղիղ եթերում շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ Եվ իհարկե ֆուտբոլային թեժ կրքերը շարունակվում են, քանի դեռ աշխարհի առաջնությունը ընթանում է, այնպես որ վերադառնանք մարզական լրահոսին եւ Արգենտինայի հավաքականի հատկապես Մեսսի երկրպագուների համար երկու շատ հետաքրքիր լուր կարդամ։ Նախ փաստորեն Մեսսին հերթական ռեկորդը սահմանեց աշխարհի առաջնությունում։ Ստացվում է, որ այս պահին նա դարձավ աշխարհի առաջնության կիսաեզրափակչին մասնակցած ամենամեծ, տարիքով ամենամեծ ֆուտբոլիստը դարպասապահներին չհաշված։ Անգլիայի դեմ կիսաեզրափակչին Մեսսին մասնակցեց 39 տարեկան եւ 21 օրականում, այսպիսով գերազանցելով գերմանացի Ֆրից Վալտերի եւ շվեդ Գունար Գրենի տարիքային ռեկորդը, բայց սա միակ ռեկորդը չէ, այսպես ասած, որը սահմանում է Մեսսին եւ միակ նոր ձեռքբերումը չէ, որ վերջին ժամերի ընթացքում նա կատարել է նաև ոսկե խաղակոշիկի համար մրցավազքում նա առաջ անցավ Մբապեից աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի համար մրցավազքում նա Անգլիայի դեմ, ինչպես նշեցինք, 2 գոլային փոխանցում կատարեց, ինչի շնորհիվ էլ այս պահին համարվում է աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն։ Չնայած այն բանին, որ երկուսն էլ 8 գոլ են խփել, թե Մեսսին, թե Մբապեն, հաշվում են այս դեպքում, երբ հավասարություն է նաև գոլային փոխանցումները, ինչի պարագայում Մեսսին գերազանցում է 4 գոլային փոխանցում Մեսսին է կատարել, 3-ը Մբապեն։ Եվ այս պահին լավագույն ռմբարկուների առաջին 7 հորիզոնականները հետևյալն են, ինչպես նշեցի, առաջին տեղում Լիոնել Մեսսին է 8 գոլով եւ 4 գոլային փոխանցմամբ, երրորդում ընդամենը 1 գոլային փոխանցմամբ պակաս Մբապեն է 8 գոլ եւ 3 փոխանցում, Նորվեգիայի աստղը Էրլինգ Հոլանդը երրորդ հորիզոնականում է 7 գոլ է նա խփել, անգլիացի Հարի Քեյնը 6 գոլով եւ 1 գոլային փոխանցմամբ 4-րդ հորիզոնականում է, նրան անմիջապես էլի Անգլիայից Ջուդ Բելինգեմն է հաջորդում նույն հաշվով 6 գոլ եւ 1 գոլային փոխանցում, Ուսման Դեմբելեն 6-րդ հորիզոնականում է 5 գոլով եւ 2 գոլային փոխանցմամբ եւ լավագույն 7-յակը եզրափակում է Միկել Օյարսաբալը Իսպանիայից 5 գոլով եւ 1 գոլային փոխանցմամբ։ Մեսսին կրկին առաջինն է։ Շնորհավոր ենք երկրպագուներին, ֆուտբոլային կրքեր, ֆուտբոլային լրահոս, միջև հուլիսի 10-ին այս ամենը կլինի դեռ մեր եթերում, ինչ կիմանանք, թե ով է հաղթում աշխարհի առաջնությունում։ Իսկ եթե ղեկին եք այս պահին, հաջորդ լուրը հենց ձեզ համար է, երաժշտական համարը լսելուց հետո։ I never needed you to be strong. I never needed you for pointing out my wrongs. I never needed pain. I never needed strain. My love for you was strong enough, you should have known. I never needed you for judgment. I never needed you to question what I spend. I never asked for help. I take care of myself. I don't know why you think you got a hold on me. And just a little even conversations. There isn't anything for you to say. And my eyes hurt, head shiver. So look at me and listen to me. Because I don't want to stay another minute. I don't want you to say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. Because I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I've already spoken. All of it's broken, baby. Hush, hush. I never needed your corrections on everything from how I act to what I say. I never needed words. I never needed hurt. I never needed you to be there every day. I'm sorry for the way I let go of everything I wanted when you came along. But I am never beaten, broken out defeated. I know next to you is not where I belong. And it's a little late for explanations. There isn't anything that you can do. And my eyes hurt,
spent oh so many nights thinking how you did me wrong, but I grew strong. I learned how to carry on. Hush, 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 hush. I'm already spoken. All of it's broken, babe. Oh no, no, I will survive. Oh, as long as I know how to love, I know I'll stay alive. I've got all my life to live. I've got all my love to give, and I will survive. I will survive. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I'm already spoken. All of it's broken, baby. Hush, hush. Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 52 րոպե, հուլիսի 16-ն է, օրը 5 շաբթի, եւ մենք դեռ աշխատում ենք ուղիղ եթերում, դեռ ունենք ասելիք։ Այո, ժամանակն է եւս մեկ անգամ ձեզ հիշեցնելու, որ այսօր երեկոյան մայրաքաղաքում կարճատև անձրև է սպասվում, այնպես որ փոքրիկ անձրևանոցները մի մոռացեք պայուսակում պահել կամ էլ պարզապես թրջվել եւ զովանալ։ Այս պահին 26 աստիճան է, առայժմ արևոտ եղանակ է, չնայած վերջին շրջանում, երբ ասում եմ արևոտ եղանակ է, նայում եմ տաղավարից դուրս, որպեսզի հաստատեն, քանի որ վերջերս Մեկ էլ տեսար ու անձրևեց։ Եղավ, այո, բարձվեց, ես եթերում ասում էի, որ արևոտ եղանակ է, որովհետև հեռախոսային հավելվածս այդպես էր ցույց տալիս, իսկ դրսում բուք ու բորան։ Դե դա նրանից է, որ մենք մեր լուսամուտը, եթերային լուսամուտը չի նայում դեպի բակ, այլ նայում է դեպի մեր գործընկերների երեսներին։ Այո, դեպի սիրելի դեմքերը, այո։ Ինչ է կատարվում մայրաքաղաքի փողոցներում, պարզենք հենց հիմա, խցանումային նիշը 7 բալ է Երևանում, ունենք ավտովթար Երևանյան լճի հարավարությամբ Իսակով պողոտայի վրա, արդեն չգիտեմ, այստեղ նավս կա, ինչ կա այդ Իսակով պողոտայի վրա, անհնար է, որպեսզի առավոտյան չգրանցվի որևէ ավտովթար հենց Իսակով պողոտայի վրա եւ հենց Երևանյան լճի հարավարությամբ։ Գերծանրաբեռնված է Մաշտոց պողոտան հակառակ, օպերայի թատրոնից դեպի Փակշուկա հատվածը, ինչպես միշտ միակողմանի տարբերակով այնտեղ մեքենաների կանգ է եւ բոսոր կարմիրով է օրվա ցանկացած ժամին Սարյանը ինչ դարձավ միակողմանի Մաշտոցի պողոտան խցանվեց, չգիտեմ, դա ում գաղափարներ, բայց այդպեսին է իրավիճակը Մաշտոցի պողոտան աշխատեք շրջանցել, որտեղ այս պահին էլ խցանում է, գեր խցանում։ Այնուամենայնիվ, բոլորին մաղթում ենք հաջող աշխատանքային նոր, փորձեք ժպիտով անցնել ցանկացած դժվարություն, լինի դա քանդած փողոց, թե խցանում, թե պարզապես աշխատանքային որևէ անախորժություն, ինչու ոչ։ Եվ այո, ամբողջ ընթացքում օրվա կարող եք մնալ հանրային ռադիոյի հետ, լսել որակյալ բովանդակություն եւ ձեռքը պահել լրատվական զարկերակին։ Եթերում ձեզ համար աշխատեցին Տիգրան Հարությունյանը եւ Վեգան Անդրեասյանը։ Բարի լույս։ Մենք աշխատելու ենք նաեւ վաղը, 9:30-ին։ Լավ, որ կհանդիպենք։
Thank